Եվ այսպես հնարավոր է արդյոք Նիկոլ Փաշինյանը կրկին վարակվի COVID-ով Մոսկվա չմեկնելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մայիսի 6-ն է, ժամը համարյա 21:30-ն է, բայց մինչ այս պահը մենք դեռևս չգիտենք Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին լինելու է Մոսկվայում, չի լինելու Մոսկվայում, նա մասնակցելու է հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական այդ շքերթին եւ այլն։ Եվ եկեք մի հատ փորձենք հասկանանք, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերություններում, թեև իրականում սա ամենալավ գնահատականն է նրա, թե ինչ իրավիճակում ենք մենք գտնվում, ինչ մակարդակի հարաբերություններ կան Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության միջև։ Այսօր իմիջիայլոց Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հրապարակում էր այն քաղաքական գործիչների առաջնորդների անունները, որոնք պետք է մասնակցեն տոնական շքերթին, բայց այդ շքերթին մասնակիցների թվում գոնե այս պայդրությամբ Նիկոլ Փաշինյանը չկար, ինչևէ առաջ շարժվենք, հասկանանք, թե ինչ է կատարվում։ Հարգելի հեռուստադիտողներ, կրկին ասեք, մայիսի 9-ին պետք է տոնական շքերթը լինի եւ մի շարք երկրների ներկայացուցիչներ, ղեկավարներ պետք է այցելեն Ռուսաստանի Դաշնություն ու ինչ է կատարվում Հայաստանի հետ, Հայաստանի պարագայում մամուլում տարբեր հրապարակումներ, Նիկոլ Փաշինյանի տարբեր արտասահմանյան այցերը, օրինակ Էստոնիա, որտեղ նա գլուխ էր խոնարհում, ծաղիկներ էր խոնարհում կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ ու դրանից հետո նաև խոսակցություններ այն մասին, որ նա կարող է մեկնել Մոսկվա։ Մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենավառ ներկայացուցիչներից մեկը Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տալիս ազգային ժողովում եւ շփվելով լրատվամիջոցների հետ, լրագրողների հետ եւ ընդգծենք հետեւյալը, այդ շփումը տեղի ունենում ուղիղ այն բանից հետո, երբ որ Ալեն Սիմոնյանը հանդիպում է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կապուրկինի հետ, Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին փաստացի մեղադրում է նրանում, որ Ռուսաստանը Հայաստան փողեր է ներդնում իշխանափոխություն իրականացնելու համար եւ երբ որ լրագրողները ճշտող հարց են տալիս նա ասելով հյուսիսային հարևան հետ Ռուսաստանը նկատի ունի, Ալեն Սիմոնյանը ասում է այո, նա փաստացի ասում է, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ պրոքսի պատերազմ է վարում, տեսեք Ադրբեջանի վերաբերյալ այս տեսակ գնահատականներ այս մարդիկ չեն տալիս, Թուրքիայի վերաբերյալ չեն տալիս, բայց ահա Ռուսաստանի վերաբերյալ այսպես ասած հերթ չտալով միմյանց այս տեսակ գնահատականներ են տալիս։ Հարգելի հեռուստադիտողներ, եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում անկախ ամեն ինչից։ Նիկոլ Փաշինյանը փորձում է կիրառել մի հնարք, որը նախկին իշխանությունները եւս կիրառում էին։ Նա փորձում է առնվազն պատրանք ստեղծել նրան, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում իր վրա, թեև որոշակի հայտարարություններ իսկապես կան, կոչ անելով չգնալ Մոսկվա։ Իր թիմի ներսում նույնիսկ կա դիմադրություն նրա, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է գնա Մոսկվա, չպետք է մասնակցի շքերթին։ Կան նաև տարբեր քարոզիչներ, այսպես կոչված քաղաքագետներ, վերլուծաբաններ, փորձագետներ, ովքեր եւս իրենց սոցիալական ցանցերում գրառումներ են կատարում եւ խնդրում են Նիկոլ Փաշինյանին չգնալ Մոսկվա։ Եթե Փաշինյանը ի վերջո գնա Մոսկվա, նա այս ամենը փորձելու է վաճառել Ռուսաստանի քաղաքական ղեկավարության վրա ներկայացնելով հետևյալ կերպ, տեսնում եք բոլորը Հայաստանում դեմ էին, որ ես գնայի եւ մասնակցեի Մոսկվայում տեղի ունենալիք շքերթին, բայց ես այնքան ինքնիշխան գտնվեցի, ես այնքան բարձր եմ գնահատում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև արկա փոխհարաբերությունները, որ ես մեկնում եմ Ռուսաստանի Դաշնություն։ Բայց կա նաեւ երկրորդ տարբերակը, հաշվի առնելով նաեւ այն փորձը, որը նախկինում եղել է, հերթական անգամ նշենք, հա, որ ճշմարտության կարևորագույն չափանիշներից մեկը հենց փորձն է։ Իսկ նախկինում մենք տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը շատ արագ վարակվում է COVID-ով եւ հետո բուժվում է, վարակվում է COVID-ով եւ հետո բուժվում է։ Հիմա առհասարակ զարմանալի չի լինի, որ վաղը, օրինակ մենք արթնանանք կամ ամսի 8-ին արթնանանք եւ պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը COVID-ով է վարակվել, այդ իսկ պատճառով նա Ռուսաստանի Դաշնություն չի մեկնում, չի մասնակցելու տոնական արարողություններին։ Դրա հետ մեկտեղ արձանագրենք հետևյալ, որ եթե նա Մոսկվա մեկներ, նա դա փորձելու էր վաճառել
Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ եթե չմեկնի, նա այս ամենը փորձելու է վաճառել եւ Թուրքիային, եւ արևմտյան մեր գործընկերներին։ Հիշում եք նույն Կայա Կալասը ինչ էր ասում դեռևս ապրիլի 15-ին, որ բոլոր այն պետությունների ղեկավարները, որոնք հավակնում են դառնալ Եվրամիության անդամ, իրենք չպետք է մասնակցեն Մոսկվայում տեղի ունենալիք տոնական միջոցառումներին, արարողություններին, կրկին ասենք զարմանալի չի լինի, որ եթե չմեկնի Մոսկվա պատճառաբանելով դա կոവിഡ്ով, Նիկոլ Փաշինյանը կփորձի այս ամեն ինչը վաճառել Արևմուտքին եւ Թուրքիային որպես ռուսական իմպերիալիզմի դեմ պայքար։ Հարգելի հեռուստատողներ, իրականում այլ հավասար պայմաններում, եթե Նիկոլ Փաշինյանը ինչ որ խնդիրներ ունի ռուսական իշխանության հետ կամ իսկապես ի սրտե չի ուզում մասնակցել տոնական միջոցառումներին, մենք իսկապես կարող ենք դրա հնարավորությունը ունենալ։ Գիտեք ինչ պայմաններում, եթե Արցախի հանրապետությունը դեռևս լիներ։ Արցախի հանրապետությունում ընդունված էր, որ մայիսի 9-ին եռատոնի օրը լինեին ռազմական շքերթներ։ Եռատոնի ժամանակ մենք նշում էինք ոչ միայն մեծ հայրենական պատերազմում մեր հաղթանակի օրը, մենք նշում էինք Շուշիի ազատագրման օրը, մենք նշում էինք Արցախի հանրապետության պաշտպանության բանակի ձևավորման օրը եւ շատ լավ բացատրություն կարող էր լինել։ Նիկոլ Փաշինյանը կարող էր ասել, որ հաղթանակի 80-ամյակին Շուշիի ազատագրման եւ պաշտպանության բանակի ստեղծման 33-րդ տարեդարձի օրը ես պետք է լինեի Ստեփանակերտում, պետք է Արցախի հայերի հետ նշեի այդ կարևոր օրը, այդ իսկ պատճառով հնարավորություն չեղավ գնալ Մոսկվա, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը իր անձնական որոշմամբ հանձնել է Արցախի հանրապետությունը, Արցախ մեկնելու հնարավորություն չկա, այդ իսկ պատճառով ամենայն հավանականությամբ տարբերակներից մեկը, որով նա փորձելու է հիմնավորել իր Ռուսաստան չգնալը, կարող է լինել կոവിഡ്ը, հետևաբար չզարմանաք, որ Նիկոլ Փաշինյանը կրկին վարակվի։ Մտածեք այդ մասին։